Իտալական արտադրության այս սարքավորումները շինարարական նյութերի, նմուշների փորձարկումներ են իրականացնում։ Բիտումի մածուծիկության եւ բռնկման ջերմաստիճանի որոշում, ցեմենտի ամրություն, աղացվածքի մանրություն, գրունտի հոսունության սահմանի որոշում եւ մի շարք այլ ներմասնագիտական փորձարկումները նախկինում միայն մայրաքաղաքում էին իրականացվում։ Այժմ տեղի շինարարական կազմակերպությունները եւ անհատները որակի հավաստագիր կարող են ստանալ ավելի սեղմ ժամկետներում։ Ստացել ենք ասֆալտբետոնի նմուշներ, 3 նմուշ ենք ստացել, որպեսզի փորձարկման ենթարկենք եւ իր ֆիզիկա-մեխանիկական հատկությունները ստուգենք։ Հիմա արդեն ստուգել ենք նրանց միջնխատությունը եւ ջրահագեցվածությունը, տվյալ փուլում պետք է ստուգենք տեղաշարժման կայունությունը ասֆալտբետոնի։ Դրա համար նախ պետք է կեռները 1 ժամ պահպանվի 50 աստիճան ջերմաստիճան ջրում։ Դրա համար նախատեսված է այս սարքը, թերմոստատ կոչվում, որը հասնում է 50 աստիճանի եւ կայուն պահպանում է ջերմաստիճանը։ Կեռները 1 ժամ պահվելուց հետո արդեն փորձարկման ենք ենթարկելու։ Սարքավորումներով օժանդակ նյութերի զինվածությամբ լաբորատորիան չի զիջում եվրոպական նմանատիպ ձեռնարկություններին։ Այստեղ մարդկային գործոնը նվազագույնի է հասցված։ Այս սարքավորումով մենք փորձարկում ենք բետոնների կլինեն խորարարթիկներ, կլինեն գլաններ, այժմ խորարարթիկներ են տեղադրված, ջեր աթափանցելիության գործակիցը դրվում է սարքավորման վրա, ճնշումը կարգավորվում է եւ 72 ժամ պահելուց հետո հանվում է սարքավորումից, կոտրվում է եւ չափվում է ջրի բարձրությունը, ինչքան բարձրության մտավ տվյալ նմուշի մեջ եւ այդ արդյունքները համեմատելով ԳՕՍՏ-ի պահանջների հետ հաշվարկների միջոցով որոշում ենք տվյալ բետոնի ջրաթափանցելիության աստիճանը։ Փորձաքննությունն անցնելուց հետո տրվում է համապատասխան արձանագրություն, որի դրական պատասխանի հիման վրա հայտատուն շարունակում է շինարարական աշխատանքը, իսկ բացասական եզրակացության դեպքում վերացնում թերությունները։ Սյունիքում այս հաստատության առկայությունը թեթևացնում է ոլորտի պատասխանատուների գործը, տեսչական ստուգման պահանջները բավարարելու համար այլևս մայրաքաղաքացնելու կարիք չկա։ Վիկայի ավտոմատ սարքով որոշում ենք ցեմենտի կապակցման ժամկետները, կապակցման սկիզբը եւ վերջը։ Արդեն նախորոք նորմալ թանձրությամբ ցեմենտի նմուշը տեղադրում ենք Վիկայի ավտոմատ ապարատի մեջ, տալիս ենք իր բոլոր կարգավորումները ու միացնում ենք աշխատանքը իր։ 10 րոպե մեկ ասեղը իջնում է ներքև ու գրանցում է իր արդյունքները։ Կապակցման սկիզբը որոշելուց հետո արդեն որոշում ենք կապակցման ավարտը ու ստանում ենք մեր ցեմենտի տվյալները։ Առաջիկայում ընկերությունը նախատեսում է ընդլայնել հավատագրման ոլորտը, ցանկում ներառելով շինարարական այլ արտադրանքների որակի ստուգման ծառայություններ ևս։ Հիմա իրականացնելու ենք բիտումի փորձարկում, բիտումի մարկայավորոշումի եղանակով, փորձ իրականացնելու ենք պենետրոմետր կոչվող սարքով, ասեղի ներթափանցման խորության որոշման մեթոդով։ Ասեղը բերում ենք բիտումի մակերևույթին հավասար, զուրայացնում ենք սանդղակը, մեզ պետք է նաև վայրկյանաչափ, սեղմում ենք ազատ արձակման կոճակը և 5 վայրկյան պահում ենք։ Իջացնում ենք սանդղակը, գրանցում ենք ցուցանիշ։ Փորձ կատարում ենք 3 անգամ 3 ասեղի շնորհիվ։ Աշխատողները բարբերաբար անցնում են դասընթացներ եւ ընթացքում նաեւ անցկացվում է ներքին աուդիտ, ներքին աուդիտի ընթացքում վեր է հանվում ինչ որ անհամապատասխանություններ եւ դրանց հիման վրա նաեւ լրացուցիչ ուղիչ գործողություններ է իրականացվում։ Արդյունքների հավաստիության հետ կապված կարող եմ ասել, որ դրանք կախված են եւ աշխատողների վերապատրաստվածությունից եւ սարքավորումների ժամանակին տրամաչափարկումից եւ ամենակարևորը միջլաբորատոր համեմատություններից։ Բարբերաբար անցնում ենք միջլաբորատոր համեմատություններ եւ Հայաստանում գործող տարբեր լաբորատորիաների եւ միջազգային ճանաչված լաբորատորիաների հետ։ Եվ ըստ նրանց հետ համեմատելով արդեն հասկանում ենք մեր արդյունքների հավաստիությունը։
Արդեն 1 տարի Կապանում գործող շինարարական նյութերի փորձարկման լաբորատորիան արդեն հասցրել է մշտական հայտատուների ձեռք բերել, ընդ որում ոչ միայն մարզից։ Մայրաքաղաքից բացի նման լաբորատորիա չկա Հայաստանում։ Այս նախաձեռնության շնորհիվ մարզում նաև աշխատատեղեր են ստեղծվել, հատկապես նեղ մասնագետներին տալով նոր հնարավորություններ։